Ինչպես Համոսայանով սկսեցի, Համոսայանով էլ ուզում ավարտեմ, քայլում եմ լուռ փողոցներով, մահվան շունչն է, կյանք չկա, մանկական ծիծաղ, հալազատ դեմք, սեր ու հարգանք էլ չկա, դարձանք օտար ու անտարբեր, խոսքի մեջ էլ համ չկա, դատարկ ու մութ իմ քաղաքում, ընկեր ծանոթ էլ չկա, ճամփա ընկած գնում ենք դեռ, էս աղետին վերջ չկա, իրան չի լինում, եթե մենք ունակ ենք այդ վերջը դնելու, կդնենք, եթե ունակ չենք, սենց էլ գնալու է, այս վերջը դնելու մի հատ ձև կա, միայն մի ձև, ցանկացած օրգանիզմ, որ հիվանդանում է, բուժվելու մենակ մի հատ ձև կա, դա իմունիտետի բարձրացումն է, իմունիտետ, եթե օրգանիզմը տկար է, ինքը հիվանդանում է, եթե շատ տկար է, ինքը հիվանդանում է անվերադարձ, մեր իմունիտետը որպես մարդ, որպես ազգ, որպես անհատ, դա ազգային ինքնագիտակցությունն է, վերանում են ազգերը, որոնք կորցնում են ամենակարևորը, իրենց ազգային դեմքը, ինքնագիտակցությունը, վերանում է ինքնաճանաչումը, իրենք դառնում են ընդամենը ժամանակի ընթացքում պարարտանյութ, գիտեք լավ պարարտանյութ որն է գյուղացիների համար, նաև թրիկ, այսինքն ազգային ինքնագիտակցությունը կորցրած ժողովուրդները, միտքս հասկացեք, նման են նաև թրիքի, որոնք պարարտացնում են ուրիշ ժողովուրդների հողը, ընտրությունը մերն է, այն որ ես սկսում եմ Նյու Յորքում, մասամբ հենց այդ ամբողջ ինքնաշնորհման շարժման կարևորագույն մասն է, ինքնաճանաչումը, արվեստի միջոցով, զուգահեռ ձեռ-ձեռի պետք է գնա դա, ոչինչ մարդու մեջ այդքան չի արթնացնում միանգամից կան երկն ու պարը, խոսքը, բանաստեղծությունը, միասին երգելու կուլտուրա, միասին պարելու կուլտուրա, միասին այդ վիբրացիաները զգալու այդ պահը, ովքեր ապրում են այս տարածքում, գրեք ինձ, ովքեր ապրում են այլ տարածքներում, կազմակերպեք ինքներդ ձեր մոտ, գթեք հայ երաժիշտներին, ստեղծեք մի բան, հայերով, որտեղ ինչքան ուժեղ է, ինչքան ինքնաճանաչված է Սփյուռքը, այնքան ուժեղ է հենց Հայաստանը, որտեղ վստահ եղեք, այն տխմանները, որ գնում են, դուք Սփյուռքից մի խոսացեք, ձեր գործը չի, դրանք իշխանական ֆեյքերն են, կյանքում ոչ մի իրական պայքարող նման հիմարություն դուրս չի տա, գիտեք ինչի, որովհետև իրական պայքարողը ինքը հասկանում է, որ ինքը աջակցության կարիք ունի, իսկ Սփյուռքում աջակցության ռեսուրսը շատ մեծ է, դվինքը անկախ է, ինքը պետական աշխատավարձից ու պետական թոշակներից, կառույցներից կախված չի, այնպես որ ցանկացած մեկը, որ Սփյուռքում ապրող մեկին կասի գործը չի, դու մի խառնի, նշանակում է նա իշխանության համար գործող, աշխատող, խոսացող գլուխը, մեծ հաշվով տականք, որտեղ իրական պայքարողները հակառակ մեր կարիքն ունեն, դե ի գործ, այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։